մենք Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ավարտվել է վատագույն հնարավոր սցենարով այն իմաստով, որ Լեռնային Ղարաբաղում հայ չկա, բայց մենք չենք քննարկում հետադարձ հայացքով, որ օրը, այսինքն եթե մեր քննարկման մեկնակետը այսօրն է, Հայաստանի նախկին գործողությունների 100%-ը սխալ է։ Պարոն Ռուբինյան, մենք ստիպված ենք քննարկել, գիտեք ինչու, չեմ ասում չքննարկել, որովհետև այն կառույցը, որը ստեղծվել էր պատերազմի հանգամանքները քննելու եւ պատերազմի հանգամանքների արդյունքում զեկույց կազմելու համար, խոսքը Անդրանիկ Քոչարյանի գլխավորած հանձնաժողովի մասին է, մենք անգամ հնարավորություն չունեցանք այդ զեկույցի սեղմագրին ծանոթանալու։ Այդ զեկույցը դրան կանադառնալ, չգիտեմ, բյուրոկրատական կամ ընդհանցակարգային տարբեր խնդիրներով պայմանավորված ուղարկվեց հիմա կանադառնալ։ Ես դա չեմ ասում, ես չեմ ասում չքննարկենք։ Ասում եմ քննարկելիս պետք է քննարկել այդ պահի իրավիճակի դրությամբ։ Եթե ուզում եք կարճ պատասխան, հոկտեմբերի 19-ի հաջողվել հասնել պատերազմի ավարտին, որտեղ հայկական կողմը պատրաստ չի եղել զիջել Շուշին։ Շատ պարզ կարճ պատասխան եմ տալիս, որը ուղիղ հակառակն է ձեր նշած անձի։ Հասկացա։